Ինձ թվում է, որ Ղազարյան versus Ղազարյանի մեծ հաջողությունը նաև նրանում է, որ շատ դեպքերում մարդիկ ուրեմն լսելով սրանց քարոզիչներին տարբեր, հա, Վագն Ալեքսանյանների, Ստյոպիկ Սաֆարյանների, Ռուբեն Մեհրիբանների եւ այլնների, իրանք ներքուս զգում են, որ մանիպուլացվում է խոսքը կամ իրադարձությունը, ներքուս զգում են, որ ու գիտեն, որ սրանք սուտասաներ են, բայց այդ հակափաստարկը չեն գտնում։ Ու Էդգարի նաև բովանդակային առումով, հա, հումորը մի կողմ, արժեքավոր ուրեմն ներդրումից մեկը այն է այս քարոշչական դաշտի մեջ, որ ինքը շատ լավ հիշողություն ունի, շատ լավ տիրապետում է, շատ լավ անալիտիկ ունակություններ ունի ու հենց տեղում քանդում է նիկոլականների բերած ուրեմն թեզերը, որովհետև այդ քո ասածը, որ նիկոլական տարբեր, հա, քարոզիչներ կամ ավելի ցածր ուղակի նիկոլականներ, իրանք որտեղից են սնվում։ Իրանք սնվում են այդ հմեկներից, այդ էջերից Facebook-յան, հա, այդ քարոզիչների։ Նրանք տալիս են այդ նարատիվները, այս մարդիկ դա վեկարում են ու սկսում են վերարտադրել ու փորձում են դրանով ինչ որ ձև հակադարձել կամ փաստարկել ինչ որ բաներ։